Բարի լույս և բարի առավոտ իմ լավ հետևորդներին և բոլոր դրսում ապրող մեր հայերին։ Բարի ողջուններս ձեզ, հարգելի հետևորդներ ջան, օրս սկսում եմ այսօրվա մրգերով, որ պետքա հավաքեմ, թուզը պետքա հավաքեմ, չորնիս լիվան պետքա հավաքեմ, նուշ ունեմ հավաքելու և մի փոքր շլոր։ Ու այդքան ինչ որ ասեցի, պետքա հավաքեմ, չիր անեմ, մուրաբա անեմ ու այսպես խառը գործեր ժողովուրդ ջան, որ սպասում է ինձ։ Հիմա թորնիկիս հետ, Միլենայիս հետ ու Էլենիս հետ սկսենք հավաքենք թուզը։ Ես անցած հոլովակում ասեցի, որ շատ ընտիր թուզ է ժողովուրդ ջան, մանավանդ մուրաբայի համար յուրահատուկ թուզ է այս թուզը, բնական ջրի մասին էլ խոսք չկա։ Հիմա քաղեմ, տեսնեմ ինչքան կլինի, երկուսն էլ կանեմ, չիրն էլ կանեմ, մուրաբան էլ կանեմ ժողովուրդ ջան։ Մի հատ ողջունեմ ձեզ եւ ձեզ բոլորիդ ասեմ ամենալավն ու բարին եւ ձեզ լավ օրին, լավ հետևորդներ ջան, մնացեք մեզ հետ։ Միլենա ջան, արի մարդ, այդերեն ոտի սկսենք։ Ամանել դեպի արես, հա, այդտակիրի քաղեմ։ Միլեն ջան, պոչիկներից ես քաղում, հիշ, չարի, գործելախ բրում, պոչիկներով եմ, պոչիկներից բրնում ես, նայք ատի ժոտ, այդ իրակակն է, ոչին, այս ես պոչիկներով, սիրում, կամած սիրում դիրս, Լեն, արի բարս, արի սաման պայի ես խաղը, արի բունել ջան։ Այս ատին մոտ, եսի պահի արի մոտոս, այստեղ պահի։ Բարձր է, բարձր թուզեր չին պարում խաղի։ Կամ ուչ ես իմ մոտ։ Եթե հասած է թաղը, թող փոխվեն,
մի կարարի։ Դիրքերին քաղենք ասեն։ Սիշ մեծ է սրանք ինչ խոշոր է, աղին է։ Տեսնում եք թորնիկս ոնց է օգնում երեխեն, երեխու լեզուն հասկանաս, ճիշտ հասկանաս երեխու լեզուն, որ երեխեն կարողանա քեզի օգնի։ Գիտի երեխու հետ միշտ քաղցր լեզվով խոսաս, ոչ թե գրեհի կավարի, կոպիտ, երեխուն վիրավորելով, որ հետո երեխեն քեզի հակառակ պատասխան տա։ Ամեն դեպքում երեխեք հետ պիտի մենք հասկանանք, դիտակցենք, որ իրանք երեխա է։ Երեխեք հետ միշտ իրանց լեզվով խոսանք։ Հայ աղջիկ։ Տատի համով աղջիկն է։ Իմ համով աղջիկն է, ժողովուրդ ջան։ Տատին իրան շատ է սիրում, շատ։ Աշխարհի չափ, չէ՞։ Դու սիրում ես տատի, Ջոնոս։ Կյանքը, տատի կյանքն է, տատի աղջիկն է։ Եկա տատի։ Չէ, հələ արես է լծրա, արիվս է։ Ես է լծրա։ Էսի երևի արդեն հերիք հա, մելնեք է։ Էսի կտանենք սիրոպով կպատրաստենք։ Սրանք հավաքի լավն է։ Ես էլ տարդիր ընդ է, տարդիր թզի կողը, դա են փոքրիկ ամանը բեր, որ իթանք մի քիչ էլ շլոր թաղենք, հա, նոր ամաներ է, բերեմ իլեն ջան։ Ժողովուրդ, ծառը շատ փոքր է, բայց շատ բերք կա վրեն ու ամեն տարի այսինքն բերքը շատ է։ Հիմա ուզում եմ մի քիչ սիրոպով քաղցր պատրաստեմ։ Ես սիրում եմ այդ քաղցր, այս չորնի սլիվայի ճիրը։ Մնացածներ կանեմ բնական, բայց բնականի համար պիտի ինքը մի քիչ շատ հասնի, որ քաղցր լինի։ Դրա համար ոչ բոլորն եմ հավաքում։ Այս վերևները, ծառի վերևները թզի, այդ ինչ թզեր կա ժողովուրդ, նկարած թզեր, ափսոս ոչ բոյ ունեմ, ոչ էլ կարող եմ քաղել։ Ինչքան ձեռքս հասնում է, այնքանն եմ քաղում։ Ինչ անենք, հիմա գնանք շլոր քաղենք, էսի քիչ է բալես։ Էսի բերեցի, մեղնում ջան, մի քիչ մեծ աման բեր։ Բայց գնաս մեծ աման բերես իմ աղջիկ։ Լավ, մենք գնանք նուշը հավաքենք, Միլեն ջան, նայի, սրա մի քիչ մեծը պիտի լինի։ Նայի միջին չափի, այնտեղ գլադովկեն, նայի։
Հա։ Փոփոխների ոնց հա թափել։ Միլեն, արի փոփոխ։ Ինչ լավն է, փոփոխել արդեն կարելի է քաղաք։ Մաքրիկ է։ Լավն է։ Ես ինչքան ինչ է թափել եկնի։ Արել եմ, փոփոխում։ Միլեն, այստեղ էլ կա, ես հարած խաղս, էլ արիստին դա։ Միլեն, խրային հակարակողն հենա, այս հատը ճղերի վրին դու խաղս արես։ Ես ինչ Հա, ես խաղեն դրանցին։ Կոլեն դա, այդ եվը խաշի կամով, ես է սակու կա։ Այն, խաղաս ես ճիհա։ Չեն ես այդ խարերի վրա, կնվերնի։ Տանենք, հլը մի ապել մաղթենք։ Տանը կարամս նասին։ Բնամտի մեջը միլեն ջան։ Այ արևը, խաղի այդ քանի հատը։ Այ միլեն հենա իչ խսել է, խաղի։ Այս է արևը, խաղ։ Տուտացի։ Պոպոկ չկան, հավատել։ Հլը պիտի մնամ մի քիչ պոպոկը, բայց տակը թափել է, այդ ինչ համով պոպոկը։ Տուտատի, այդ ես լրիվ հավա, էդի դու ինձի դու մնացածը հավաքել ես։ Նա այդ ակն էլ է թափել, միլեն ջան, տակերին էլ հավաքել։ Էլեն ջանը, թե չկա ձերքը որ հասնի։ Նա ես վերևներն էլ հավաքի մենք չենք կարում։ Եթե լապերին ասեմ հավաքի։ Եթե ժամանակ են հավաքի։ Հա, դիրպե ես կվեր։ Էլեն, բան արա, ուզում ես մնացած ճուղը թափտու, ձերքով թափտու, թափի ներքև հավաքեք։ Թափտու, այդ ես թափտու։ Թափում, թափում, լավ։ Դե լավ, իչի, ինչքան կարացին խաղեցին, են ծառի վրա էլ մի հատ ճուղ կա պիտի խաղեն։ Լավ, իչի, միլեն, Էլեն ջան, իչի, կարաս իշնես, զգուշ, իչի, հակիշ են, չես ուզում, իչի, ստեղդ լավա, Դա
կոֆեն սարքել եմ։ Ժողովուրդ ասել շլորն է։ Քիչ էր մնացել շլորս արդեն վերջանում է։ Հիմա քաղել եմ, չգիտեմ, չիր կանեմ, լավաշ կանեմ։ Այստեղ խնձոր եմ քաղել նորից, Միլեն ասել ինձ համար կոֆե կա բերի։ Վաղ, այստեղ ինքան լավ է, հո, սիրում։ Կարաս ես ով գնաս Միլենա։ Ջուրն էլ հետն է բերե։ Հելացի աղջիկ, պիտի որ կոֆեից հետ ջուրը։ Հելենը ստեղ սաղցիկից ենքում ժողովուրդ ասում է ջուրը ես եմ բերեմ, մամ, ջուրը ես եմ բերեմ։ Ապրի աղջիկը, ապրի։ Միլեն ասել, Էլենս էլ։ Մեկը կոֆե է պատրաստեմ, մեկը ջուր է բերե։ Եսի դիրեմ դե չդնեմ հետ։ Ուրեմ թուզը քաղել եմ։ Չորնի սլիվան քաղել ենք, ժողովուրդ ջան։ Շլորը քաղել եմ, բայց մի քիչ էլ պիտի քաղեմ, էլ չկա, վերջինն է, մի ճյուղ է մնացել։ Էդի քաղեմ։ Խնձորը հավաքել եմ գետնից, որդնում թափում է, ժողովուրդ, մի փոքր տեղ է վնասված, հավաքում եմ, կտրատում եմ, բնական ճիր եմ անում։ Հիմա էդ էլ եմ հավաքել, ինչ է մնում ինձ անել։ Մնում է ռեհանն էլ հնձեմ, այդ փոքր մարկի ռեհանն էլ հնձեմ, մաքրեմ, չորացնեմ։ Էդ էլ անեմ ու արդեն մտնենք տուն, որովհետև շատ շոգ է, ժողովուրդ ջան, շոգ է։ Ապրում է, ամուր կոֆե է դել։ Դու ինչ ես խմում։ Կրանքելի տոնուս։ Հա, տոնուս ես խմում։ Ох, անշոտ է գալի։ Հարգել է հետևողներ, այս փոքր մարգից շատ ռեհան եմ չորացրել։ Մի 4 անգամ հնձել եմ, չորացրել եմ, հնձել եմ, չորացրել եմ։ Չորացնեմ, եսի կտանք Միլենաս կմաքրի, հանգիստ գործա։ Վերջ երևի, ինչ էլ մնաց, թող մնա։
Էսի պետք է գալի մեկ ճաշերի։ Էսիք շատ շշուտ են ջրում, ամեն օր ջրում եմ։ Դրա համար էլ ամեն օր ջրելուց հետո դե կանաչի խոնավություն ա սիրում, ջուր ա սիրում։ Շատ շշուտ թափում ա դուրս։ Այսքանը երևի հերիք ա ժողովուրդ ջան։ Ասում եմ հերիք ա, բայց էլի քաղում է։ Citrон էլ կա մեջը։ Նայեք։ Ոյ, շոկ ա, շոկ։ Ժողովուրդ։ Այս շոկին ոչ մեկը գործ չի անի, բայց ես հողի մեջ եմ մինչև հիմա։ Երևի արդեն այսքանով սահմանափակեմ, գնանք արդեն խոհանոց ժողովուրդ։ Արևը տվեց գլխիս։ Այս էլ փոքր մարգից, պամիդոր, բադրջան, իսպես ժողովուրդ ջան, սա էլ իմ արմաշի և իմ այգու մեր ձեռքով մշակած բերք ու բարիքը ժողովուրդ։ Թզի որ կպնում ենք ժողովուրդ ջան, լրիվ ջաններս քոր աղավի, այս է լիմոններիս ա։ Վերջ ժողովուրդ մտանք տուն։ Ժողովուրդ ուրեմն պատրաստում եմ սիրոպը, 1 լիտր մի քիչ ավել ջուր եմ լցնում, բացարի մեջ, թողնիմի լիտր ու կես ջուր, ուրեմն այստեղ 1 կիլոգրամանոց շաքարավազա, ճիշտ է, բոլորս էլ գիտենք, որ բնական ջրին բան չի հասնի, հիմա բոլորն են այդպես ասում, հարգելի հետևորդներ ջան, ու դա ճիշտ է, մենք էլ ենք հասկանում, մենք էլ ենք գիտակցում, բայց չգիտեմ, ես սիրում եմ այս մենակ այս չորնի սլիվան, մեկ էլ ծիրանը, որ պատրաստում են սիրոպով, շատ համով ու սիրուն չի դա լինում, կարող են փոխարինել կոֆեի հետ խմեք, նաև հենց այս ջիրը, կանֆետ չուտենք, ինչ տարբերություն։ Շաքարավազով պատրաստած ջիրը, թե մեկ հատ կոնֆետը, ոչ մի տարբերություն չկա ժողովուրդ ջան։ Ձեզ աշկա չափով էլ շաքարավազ եմ լցնում։ Համ շատ գեղեցիկ ջիր ա ստացվում, համ էլ շատ համով։ Հիմա մենք չենք ուտում, հյուրերը կուտեն։ Որ չենք ուտում, պիտի չպատրաստենք ժողովուրդ։ Չգիտեմ։ Այս
Այստեղ էլ ուրեմն լցրեցի կես կիլոգրամ շաքարավազ։ Հիմա կդնենք գազին, կեռա, հետո այդ եռալու ընթացքում արդեն չորն սլիվաները կծակծակեմ ու կլցնեմ արդեն այս եռացած սիրոպի մեջ։ Հիմա ասենց փոքրիկ պատարակաղով երկու անգամ ծակծկում եմ։ Այս փոչիկներով էլ եմ թողում, փոչիկները չեմ հեռացնում, անգամ տերևները չեմ հեռացնում, շատ սիրուն ալնում ժողովուրդ ջան, չորացրած վիճակում, որ ճիրը չորանում է։ Այնքան շատ է բերքը, որ ինքը խոշոր չի։ Եթե բերքը քիչ լիներ ու շատ խոշոր կլիներ ժողովուրդ ջան, բայց դե ոչինչ, չենք թողի փչանա, պետք է անպայման տիրապետենք, մի բան պատրաստենք։ Դրա համար մեր գործերը չի վերջանում, մեր համար ամեն օր գործ է լինում ժողովուրդ, ամեն օր։ Բայց դե սիրով ենք անում, հաճույքով ենք անում, սիրում ենք, ես հենց ինքս ժողովուրդ ջան, իմ մասին է խոսքը, սիրում եմ անեմ ու սիրում եմ, որ ունենամ, ամեն ինչ ունենամ տունը, ամեն ինչ։ Ու իմ ձեռքով պատրաստած։ Այսից։ Տեսեք շատ մանր է, էսի, բայց ոչինչ։ Հիմա էդ էլ ասեմ, հարգելիներս, ես կորիզը հիմա չեմ հեռացնում, չորանալու ընթացքում մի երկու օր, որ արդեն զգամ, արդեն կիսաչոր վիճակում է, կորիզը այդ վաղտ եմ հանում։ Հեսա, հենց որ զգամ սիրոպը արդեն եռում է, այս ծակծկածները կլցնենք արդեն սիրոպի մեջ։ Գազի վրա այն մի կասայով էլ ջուր եմ դրել եռա, երեխեքը սպագեցի են ուզում։ Միլենաս ասում է, տատի սպագեցի կպատրաստես, երեխուս խաթրը չեմ կոտրում։ Այսպես, ժողովուրդ ջան, այսքանը երևի կլցնեմ, այս էլ առանձին կպատրաստեմ, որովհետև չեմ կարող այս կասայի մեջ սենց ամբողջությամբ լցնեմ, արդեն շատ կլինի։ Դե սա աչկա չափով եմ անում, հիմա չգիտեմ, այստեղ 2 կիլոգրամ կլինի հարգելի հետևորդներ ջան, բայց դե ասեմ, սիրոպը լիտրուկես ջուր էր, կես լիտրից մի քիչ ավել էր շաքարավազ էր։ Լավ, սա դնենք մի կողմ։ ու կթողնեմ կեռա, մի 10 րոպե, կեռա կանջատեմ, ու այդպես մի 2-3 անգամ ժողովուրդ ջան, երևի 2 անգամ, վաղը նոր արդեն կփռեմ, կեռալուց հետո պետք է մնա հենց այս տաղ իր սոկի մեջ, մեկը տերևով է, տեսնենք սենց կմնա։ Ասես պիտի ծածկի սոկը իրա։ Հիմա այս կանաչին մաքրենք, Միլեն ջան, ես կանաչ բան ցիտրոնը կմաքրեմ, դու մենակ Ռեհանը տատիկին օգնի։ Հարգելիներս ուրեմն ասեմ, Միլենաս
գնում է նկարչական խմբակների, չէ՞ Միլենա ջան։ Արձակուրդեր երեխեն վաղվանից նորից սկսում են դասերը, լավ նկարում է, բացի այդ իր մաման իրան արդեն ուզում է տա, որ անգլերեն պարապի։ Ես էլ եմ ասել եմ դու Միլենաս թող գնա անգլերեն պարապի, անգլերեն լեզուն կարողանա լավ տիրապետի, ու այդպես միջև վերջ էլ սովորի անգլերեն լեզուն, հետո մի քիչ կմեծանա ինքը կորոշի, բայց անգլերենը, հա, անգլերենը ամենակարևորն է, որ Միլենա սովորի, չէ՞ իմ աղջիկ։ Հետո իր մաման ուզում արդեն Միլենայից տա, որ գնա անգլերեն պարապի ու ասել եմ Միլենայից, ասում եմ Միլենա ջան, աղջիկս միջև վերջ կշարունակես, միջև վերջ ասեմ ժողովուրդ, Էլենս էլ լավ կարողանում տիրապետել անգլերենը։ Ես իրան մի քանի տարի առաջ, որ փոքր էր, տվել եմ, ինքը պարապել է, հետո մի տարի թե 2 տարի չեմ կարող, 2 տարի հենց իր դասղեկի, իր ուսուցչու մոտ է պարապել, էլի գոհեմել է։ Հիմա նորից ուզում եմ ես էլ Էլենից տամ, ուղղակի Էլենս չի հասցնի, չգիտեմ, տեսնենք ոնց կլինի, ուզում եմ, որ նորից Էլենը գնա անգլերեն պարապի, նորից շարունակի, բայց հասկանում է շատ լավ, խոսում է Էլենս, այնց չի, որ ասեմ, չգիտի ընդհանրապես չէ։ Տես ռուսերենից թույլ է, ռուսերենը չեմ կարող ասել անգլերենի նման կարողանում է, բայց անգլերենը լավ հասկանում է, հետո կարողանում է որ խոսա։ Դե համար Միլենայից ասում, աղջկաս Վարդուս ասում եմ, բանը Միլենայից դու թող անգլերեն գնա, տեսնենք, էլի տեսնենք ոնց կլինի, կարող է Էլենիս էլ տամ, բայց առաջնահերթ հիմա Միլենային ենք ասում տանք։ Դե Էլենը մի քիչ դժվար այս տարին դաշնամուրը պետք է վերջացնի։ 10-րդ դասարանը գնում Էլենը, Էլենն էլ էս 10-րդ դասարանը վերջացնի, ժողովուրդ ջան, որ արդեն ուզում է հաջորդ տարի արդեն գնա երաժշտական քոլեջ Երևան։ Հետո ընդդեղից արդեն տեսնենք, առաջ Աստված, հետո մենք շատ բան ենք ուզում, բայց ամեն դեպքում պետք է Աստված օգնի։ Հույսս դրել եմ Աստծու վրա, ասում եմ Աստված ջան, դու սենց Էլենից ձեռքը բռնած միջև վերջ հասցնես, ինչ որ երեխես ուզում է, ինչի որ ուզում է հասնի։ Տատս գցե։ Որ արևս, հա գցի։ Ժողովուրդ ջան, ասի համ մաքրեմ, համ էլ ձեզ հետ զրուցեմ, միշտ չի պատահում, որ ես ձեզ հետ զրուցում եմ։ Դե դուք իմ լավ հետևորդներն եք, դրա համար ես հենց անկեղծանում եմ ձեզ հետ, բայց մեկ-մեկ պատահում են այնպիսի մարդիկ, բութ մարդիկ, սենց ասեմ, բութ, որ դուրները չի գալի, որ մի երկու բան ես խոսում, դու գիտեք, որ ես միշտ չեմ սենց զրուցում, շատ ժամանակ առանց խոսալու հոլովակներ եմ տեղադրում, մեկին դուր է գալիս, մեկն ասում է խուլ ու համրեք, խոսում ենք, ասում են խոսում եք, չեք խոսում, ասում են ինչի չեք խոսում ու այսպես մեկ-մեկ պատահում է, որ վատ մարդիկ են ի հայտ գալի մեկնաբանություններում, չգիտես ոնց անես, որ լավ լինի, որ գնահատեն, չգիտեմ ժողովուրդ ջան, ամեն տեսակի մարդիկ էլ լինում է, բայց դե ոչինչ, դնենք դրանց մի կողմ, դրանց հետ ընդհանրապես ոչ կարելի է պատասխանել, ոչ էլ խորանալ, համ մաքրում եմ, համ էլ ես ինչ անուշ, ես խոհանոցից մեջ անուշ հոտ է գալի ժողովուրդ, հիմա իմ խոհանոցում համ ես ռեհանի հոտն է գալի, համ ասեմ, այս սպագետին, որ պատրաստում եմ իրա համեմունքներով, այդ անուշ հոտն է գալի, համ չորնի սլիվան, որ դրել եմ գազին, էդ էլ է ժողովուրդ ջան, ցենց չգիտեմ, անուշ բուրում է։ Իմ աղջիկս, թորնիկս ոնց է ինձ օգնում իմ Միլենաս։
Ոնց որ վերջացնում ենք։ Միլենա ջան, դու արա, ես գնամ մի հատ նայեմ կրակի վրա սիրոպը նայեմ շատ չի առա, որ անջատի։ Դրանն են վերջացրեցի, նայ լավանով։ Միլենաս երկում է, վերջացրեց, ավարտեց գնա, ժողովուրդ ջան երկում է։ Ինքը գնում է, ես կանչում եմ, ինքը գնում է հյուրազենակ, ես կանչում եմ։ Ճիշտ է երևի էս էր։ Լավ կքանվի, լավ կքանվեն ժողովուրդ ջան, հետո ես էլ արդեն սրբիչի վրա չորացնեմ։ Հիմա կանջատեմ ժողովուրդ 10 րոպե, որ եղում է, անջատենք թող մնա, լավ կսառի, հետո նորից կմիացնենք 10 րոպե նորից կեղը։ Ուրեմն թզերից նայեք ինչ եմ անում, ուզում եմ սենց առանձնացնեմ մուրաբայինը առանձին, հարգել հետևորդներ ջան չեմ ծակծկում, հենց այսպես էլ հեսա կլվանամ լավ, պեսոկ կանեմ, կթողնեմ, առավոտյան նոր կդնեմ գազին, այսի արդեն հասած է, այսպես չիր եմ անում, երկու մաս եմ անում, շատ համով չիր ստացվում, բնական թզի չի, ժողովուրդ ջան, ու գիտեք ինչ եմ պատրաստում շատը, ուրեմն սեպտեմբերին հյուր ունեմ, իմ լավ հետևորդներից է, ինձ բարեկամ դարձած անձնավորությունը, կինա, մայրա, տատիկա ու ինձ համար քույրիկը, սենց ասեմ ժողովուրդ ջան, սեպտեմբերին պիտի գա Հայաստան, այս համով բնական չրերը պատրաստում եմ, որ իրան տամ, չեմ ուզում անունը տամ, կգա հետո նոր կիմանակ ով է, ցույց կտամ, գիտեմ, որ հիմա ինքը ինձի լսում է, տեսնում է, այս համով բնական չրերը պատրաստում եմ իմ լավ քույրիկի համար։ Ոչ միայն թուզ, ժողովուրդ ջան, ինչ որ պատրաստել եմ, ինչ որ պիտի պատրաստեմ։ Տեսեք ինձ սերը դրատում ժողովուրդ, այսպես էլ եմ անում ու այս տարբերակով էլ եմ անում։ Պոչը հեռացնում եմ, 4 մաս եմ անում, հետո մեջտեղը դնում եմ պնդուկ, նուշ,
շատ սիրուն ու շատ համով չիրա ստացվում։ Տեսեք, այս մեծերը այսենց այս ձևի։ Չորանալու ընթացքում ինքը արդեն ձևը տալիս է։ Իսկ մուրաբայի համար ժողով պետք է հենց այսպես պոչիկներով մնա։ Հիմա դրել եմ այս փլավ քամիչի մեջ, որ ես լվանամ։ Հենց սենց եմ լվալու, նայեք, սենց չեմ լցնելու իրար գլուխ, սենց հիմա սենց կլվանամ, կքանվի, նորից կլվանամ։ Հետո կշարեմ արդեն ամանի մեջ, նորպեսով կլցնեմ։ Չիրա անեմ, տանեմ, փռեմ դուրսը, շուտ էլ կչորանա, որովհետև բոլորս էլ գիտենք, որ արևը վառում է։ Իմ լավ հետևորդներ ջան, ուզում եմ այսքանով ավարտեմ և ուզում եմ ցույց տամ այս գեղեցիկ ափսեի մեջի լցրած ամենահամով մրգերը, անառատ, մաքուր, մեր ձեռքով մշակած, առանց ինչ-որ դեղերի, առանց ինչ-որ բաների մշակած, ամենահամով բերքն ու բարիքը, որ հիմա վայելում են երեխաներս, թոռնիկս, աղջիկս, և ուզում եմ ավարտեմ և ձեզ բոլորիդ ասեմ շնորհակալություն, հոլովակը դիտելու համար, շնորհակալություն մեր կողքին լինելու համար և սիրում եմ ձեզ։ Ցանկանում եմ, որ դուք էլ լինեք առողջ, լինեք երջանիկ ձեր ընտանիքների հետ, ձեր երեխաների հետ և ամենալավ բաները ցանկանում եմ ձեզ, հարգելի հետևորդներ ջան, և սիրում ենք բոլորիդ։ Լավ մնացեք, առողջ մնացեք։